Մենք Աստվածաշնչում այդպիսի օրինակներ շատ ունենք, բայց մի դասական օրինակ կա քրիստոնյայի համար, որը մեզ կարող է ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը չի համբերում, չի սպասում Տիրոջ ժամանակին։ Հիշում եք Աբրահամի պատմությունը։ Ընդամենը մի շտապողականություն, տպավորությունը Տեր Աստված ընդամենը մի անգամ այդ մարդը շտապեց, միթե այդ մի սխալը կարող էր ճակատագրական լինել մի ամբողջ սերունդների համար ու գար հազարամյակների մեջ հասներ մինչև հիմա ու չարիք դառնար Իսրայելի ժողովրդի համար։ Այո, Աբրահամի անհամբերությունը ծնեց Իսմայել։ Իմ ու քո կյանքում էլ անհամբերությունը միշտ ծնում է Իսմայել։ Խոստմունքի համար դու կարիք ունես համբերելու եւ սպասելու։ Երբ դու շտապում ես, միշտ ծնում ես Իսմայել։ Ներում է քեզ Աստված դրանից հետո, երբ դու ապաշխարում ես, այո։ Կարող է Աստված դրանից հետո քեզ վերականգնել։ Այո։ Հետևանքներ կունենա այդ Իսմայելը քո կյանքում։ Այո։ Մենք Աստվածաշնչում այդպիսի օրինակներ շատ ունենք, բայց մի դասական օրինակ կա քրիստոնյայի համար, որը մեզ կարող է ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը չի համբերում, չի սպասում Տիրոջ ժամանակին։ Հիշում եք Աբրահամի պատմությունը։ Ընդամենը մի շտապողականություն, տպավորությունը Տեր Աստված ընդամենը մի անգամ այդ մարդը շտապեց, միթե այդ մի սխալը կարող էր ճակատագրական լինել մի ամբողջ սերունդների համար ու գար հազարամյակների մեջ հասներ մինչև հիմա ու չարիք դառնար Իսրայելի ժողովրդի համար։ Այո, Աբրահամի անհամբերությունը ծնեց Իսմայել։ Իմ ու քո կյանքում էլ անհամբերությունը միշտ ծնում է Իսմայել։ Խոստմունքի համար դու կարիք ունես համբերելու եւ սպասելու։ Երբ դու շտապում ես, միշտ ծնում ես Իսմայել։ Ներում է քեզ Աստված դրանից հետո, երբ դու ապաշխարում ես, այո։ Կարող է Աստված դրանից հետո քեզ վերականգնել։ Այո։ Հետևանքներ կունենա այդ Իսմայելը քո կյանքում։ Այո։